5 տարի առաջ այս օրերին ընդդիմությունը կրկին փորձում էր սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։ Այն ժամանակ ընդդիմադիր առաջատար ուժը Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքն էր։ Հետպատերազմական արտահերթ ընտրություններում երկրորդ նախագահը հեղափոխությունից հետո փաստացի առաջին ձեռնոցն էր նետել Նիկոլ Փաշինյանին, ընտրողներին խոստանալով հեռացնել նրան իշխանությունից։ 2021-ի քվեարկության արդյունքները սակայն հեռու էին իշխանափոխությունից։ Վարչապետի կուսակցությունը ստացավ շուրջ 54, իսկ Քոչարյանի դաշինքը 21% քվե։ Բարձր ատյանում արդյունքների բողոքարկմանը միացել էր անցողիկ շեմը հաղթահարած Սերժ Սարգսյանի պատիվ ունեմը եւ քիչ քվե ստացած երկու կուսակցություններ, որոնք հետագայում քաղաքական դաշտում չերևացին։ Սահմանադրական դատարանում երկրորդ նախագահի թիմակիցները փաստարկում էին, որ վարչապետը գրեթե ամբողջ քարոզարշավն անցկացնում էր մրցակիցներին սպառնալով, օդում մուրճ ճոճելով։ Բարձր դատարան եկած իրավապահները մինչդեռ պնդում էին, որ Փաշինյանի մուրճը օրենքի դիկտատուրան է խորհրդանշում։ Դե դեպքում, քանի որ դատախազությունը նման տեսակ մանրամասն վերլուծություն էր իրականացնում, դե եկեք օրինակ հասկանանք, իսկ դրանց սաղին բռնելու եմ ինչ է ենթադրում։ Այդ արտահայտություններից որևիցե մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունենք։ Սերժ Սարգսյանի կաբինետում երկար պաշտոնավարած Դավիթ Հարությունյանը օրեր շարունակ դատարանին բացատրում էր, որ նախընտրական քարոզչության շրջանում Փաշինյանի օգտագործած բառամթերքը խաթարել է ազատ ընտրության մթնոլորտը։ Ինչպես այս 2026-ի ընտրապայքարում, երբ վարչապետը Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին սպառնում էր սատկացնել, ազատազրկել, այն ժամանակ էլ Փաշինյանի խոստումները մեղմ ժանրից չէին։ Որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտություններ, ինչպիսին կապույտ չագուջը առաջինը ձեր գլխին է ջարդվելու, կտեսնեք կադրային ջարդուփշուր, պողպատե մանդատով ընտրությունից հետո գալու ենք ձեր հետևից, հիմա չագուջի հետ կծանոթանաք եւ այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում եւ ինչն առավել սարսափելի է, կարող են հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից։ Ինչպես հիմա 2021-ի ընտրություններից հետո էլ ընդդիմադիրները պնդում էին, որ իշխանությունները չարաշահել են վարչական ռեսուրսը, ուղղորդել զինվորներին։ Ավելին 5 տարի առաջ վարչապետը հրաժարական էր տվել ըստ Քոչարյանի ու Սարգսյանի, չէր կարող շարունակել որպես պաշտոնակատար մնալ կառավարությունում եւ օգտվել պետական լծակներից։ Որակը շատ էական նշանակություն ունի, իսկ որակը նաև այն ընտրական միջավայրն է, որը ձևավորվում է ընտրությունների շրջափուլում։ Այս տեսակետից աննկարագրելի ու աննախադեպ այլանդակ իրավիճակ է եղել։ Ծառայողների ուղղորդումը բնորոշ է բացառապես Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ռեժիմի ժամանակահատվածին։ Թե 2018-ին, թե 2021 թվականին նման բաներ բացառվել են մեր իշխանության օրոք եւ կարծում եմ, որ մենք 2021 թվականին ապահովել ենք բոլոր հնարավորությունները ազատ ընտրության համար։ 6 օր լսելով կողմերին դատարանն ի վերջո որոշեց։ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184A որոշումը թողնել ուժի մեջ։ Սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը, որ մի քանի օրից դատարանում հանդես կգա արդեն Սամվել Կարապետյանի շահերից եւ թե Սերժ Սարգսյանի թիմակիցը, շտապեցին դատարանի որոշումը գնահատել անարդար։ Որոշումը քաղաքական չի, որոշումը իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված։ Որոշումը կանխատեսելի էր, սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումները պարզ եւ հստակ, այսինքն եկեք պատկերացնենք մի բան, 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում իրենց կարող է փռեն ասֆալտին։ Իդեպ այս որոշումը կայացրեց նույն դատարանը, որը սրանից առաջ փաստացի արդարացրել էր Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով։ Անկախության շրջանում Հայաստանի սահմանադրական դատարանը երբեք չի բավարարել ընդդիմադիր որևէ ուժի հետընտրական հայց ու չեղարկել քվեարկության արդյունքները կամ գոնե երկրորդ փուլ նշանակել։ Միակ բացառությունը 2003 թվականի նախագահական ընտրություններն էին, երբ Բարձրատյանը վստահության հանրաքվեի անհրաժեշտության մասին գրեց վճռում, որը սակայն Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ կյանքի չկոչեց։ Ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքները ճնշվեցին։ Նախագահական ընտրությունների արդյունքները
2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Սահմանադրական դատարանում բողոքարկեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ներքաղաքական ծայրահեղ լարված իրավիճակը, սակայն Բարձրատյանը չթոթափեց, արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ մերժելով առաջին նախագահի բողոքը։